Բարև ձեզ հարգելի ազգաբնակչություն, եթե ունեք Արմավիայի տոմս ու թռիչքը մի կես ժամից է, միշտ ապեք օդանավական հանգիստ նստեք տանը եւ դիտեք այս հաղորդումը։ Մեկը չվերթը անորոշ ժամկետով հետաձգելու են, անկապ գնալու եք 500 դրամով ջրեղեն առնեք ու 1800 դրամով սենց ինչ-որ թիթիզ բուտերբրոդներ։ Դիտեք այս թողարկման մեջ։ Ինչով ավարտվեց վարված փուչիկների գործը։ Ով դարեց Նիկոլ Փաշինյանի եւ Լևոն Զուրաբյանի հարաբերությունները։ Էքսկլյուզիվ հարցազրույց միջին խաբի վերջին ներկայացուցիչի հետ։ Օրվա հյուրը կանանց իրավապաշտպան Անահիտ Ֆեմինյանցը։ Վերջապես կայացավ փուչիկների գործով դատավճիռը եւ փուչիկները Նենգալցոննած Սերո Բոզոյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկմամբ։ Սրանից հետո միանգամից սկսեցին խոսակցություններ, թե իբր քիչ են տվել, իբր պետք է պատժվեր նաև պատվիրատուն, այսինքն հանրապետականը։ Հատկապես ուշադրության կենտրոնում հայտնվեց հանրապետական երիթեւի ղեկավար Կարեն Ավագյանը։ Հիմա հեշտ է խոսել, հիմա հեշտ է քննադատել, ասել, որ չէ ոնց կարելի է մեթան լինել, ոչ կարող ոնց թողել հելիումը գնալ մեթանի հետևից, նման խնդիր չի եղել։ Այսինքն առաջարկվել է ապրանքը համապատասխան գնով եւ համապատասխան գնով կազմակերպիչները կոնկրետ միջոցառման ձեռք են բերել դա։ Բնականաբար ոչ ոք նման բան անելու չար միտում չուներ, ստեղ վիճելու բան չկա։ Օրենքն էլ ասում է, որ տվյալ դեպքում մեղավորը ոչ թե պատվիրատուն, այլ ապրանք պատրաստողը։ Ու երևի դա տրամաբանական այն շուրտեղ, քանի որ եթե ես տորտ եմ գնում ու ծնունդիս եկածները հանգարց թունավորվում են, պատասխանատուն թխողն է։ Բայց ես պատասխանատու եմ նրա համար, որ տորտը չգնեմ 1200 դրամով, երբ որ տորտը արժի 6000 դրամ, ու նաև պատասխանատու եմ տորտը գնել վստահելի խանութից։ Եթե խանութի անունը Hitler Cake SP-ը է, ուրեմն երևի լավ խանութ չի։ Ու մեկ էլ ցանկալի նկողում պատրաստած չլինի այդ տորտը։ Լավ, ինչ-որ շատ լուրջ թեմայով սկսեցինք։ Իսկականից։ Լավ, կներեք, լսենք ավելի թեթև կարծիքներ կատարվածի մասին։ Ժողովուրդ ասում է այդքանում վրա կրած, որ մի փոխարինի։ Այս է ուրիշ բան, իսկապես հերիք այլի կռակ։ Իդեպ կռալը ճանաչվել է Հայաստանի երկրորդ ամենակարևոր քաղաքական գործոնը, ճիշտ նավսելու ու աչքով տալու արանքում, որոնք զբաղեցնում են առաջին ու երրորդ տեղերը։ Պարոն Սահակյան, երբ է լինելու ՀՀԿ հաջորդ միջոցառումը, որտեղ կլինեն փուչիկներ եւ հրավառություններ։ Երբ է լինելու, երբ եք ուզում լինի։ Ցանկալի է կռալուց, նավսելուց ու աչքով տալուց առաջ, էլի։ Լավ, իսկ Օսկարյանի գործով ինչ ասես Գալուս Սահակյանը։ Օսկարյանին որ ուշադիր նայում եք, նման է հանցագործը։ Գիտես, օրինակի համար մի հատ ֆիլմ կար, Կարենկո կար մեջը։ Այդ Կարենկոն ընդհանրապես հանցագործի նման չէ։ Կորենկոն ով է, էլի բարգավաճից, հա։ Չեն աստակ գենդերը գրքից է։ Բայց պարզվեց, որ ինչքան փողեր ունի։ Այդ ոսկե հողը ինչ է, հա, Կորենկոն, հա։ Այսինքն հանցագործը տեսքով չի, եւ հետո ես չեմ էլ ուզի, որ Օսկարյանը հանցագործ համարվի, որովհետեւ ստացվում է մենք 10 տարի հանցագործի հետ ենք աշխատել։ Դե եթե ոչ ոք չի ուզում Օսկանյանը դատվի, ուրեմն մնում է ընդամենը 3 բացատրություն։ Կամ նավսել են, կամ կռացել են, կամ էլ աչքով են տվել։ Իդեպ աչքով տալուց օգնում է համապատասխան տեղը կմճտելը։ Ոյ, կներես, քեզ կմճտեցի։ Ասում են շատ լարված են Նիկոլ Փաշինյանի եւ Լևոն Զուրաբյանի հարաբերությունները, անգամ քաշքշուկ ա եղել։ Ոնց, մեր Նիկոլը։ Հա։ Փաշինյան։ Հա։ Լևոնի հետ։ Հա։ Տեր-Պետրոսյանի։ Հա, այսինքն չէ, Զուրաբյան, բայ, դե դուք էլ եք մեղավոր, մի հատ Արտյոմ ավելացրեք, էլի մարդիկ շփոթվում են։ 168 ժամը կոնգրեսին մոտ կանգնած աղբյուրներ ունի, նրանք էլ հաղորդել են Փաշինյանի եւ Զուրաբյանի ծայրահեղ սրված հարաբերությունները թշնամանքի են վերաճել։ Թերթի տվյալով Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, Զուրաբյանն էլ հակառակը։ Նույնիսկ ԲՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը չի բացառում։ Հակը սատարի ԲՀԿ թեկնածուին։ Բայց ախր չէ որ դուք ախր հիշում եք չէ ոչ ռոբոտացմանը, ոչ Ստոպ, նարեկ, բայց հերքեցին չէ։ Հա, որ ԲՀԿ-ին են սատարելու։ Չէ, որ քաշքշել են։ Լռություն փոթորկից առաջ թե առանց փոթորկի հակ գրասենյակում գոնե մեկ գործիչ չկա։ Քաղաքորթի բոլոր նիստերը հենց այս Վազգեն մենակ Արագասան նյութ ենք նայում։ Այդ հակ գրասենյակում մարդ չկար։ Դե ոնց որ չէ։ Մի հատ հասցեն կտակ գրասենյակի։ Ինչի համար։ Դե Pentium 4-ս ուզում եմ թարմացնեմ, քանի մարդ չկա մտնեմ։ Կներեք, շարունակենք։ Այսինքն դու քաշքշուկ բան, նման բաներ, շուտ չստում են ահագիստ։
Չեն եղել։ Չէ, ներսել եմ մտել դուրս եկել, ամբողջ փոքին։ Պաստորին չի եղել քաշքշուկ։ Իսկ եթե լիներ քո կարծիքով ով կհաղթեր։ Չգիտեմ, արի ժողովրդից հարցնենք։ Ժողովուրդ, եթե լիներ կոնգրեսական Mortal Kombat, ով կհաղթեր քո կարծիքով։ Ես ստեղ մենակ մի բան կարամ ասեմ։ Նիկոլ։ Վերջերս ահազանգ ստացանք, որ Հայաստանի միջին խավը գնալով վերանում է։ Երկրում մնացել է միջին խավի արդեն վերջին ներկայացուցիչը եւ մեր ռազմալրատվական թիմը հասցրեց հարցազրույց վերցնել։ Հնարավոր կլինի արդյոք փրկել միջին խավը։ Դիտեք մեր ռեպորտաժը։ Մեր նկարահանող խումբը ստացավ ահազանգ, որ Հայաստանի Հանրապետության միջին խավը ոչնչացման եզրին է։ Չնայած կառավարությունը ջանքեր չի խնայում եւ գիշերներ է լուսավորում, որպեսզի լավացնի փրկի միջին խավը, բայց այս չարաբաստիկ օրն եկավ եւ Հայաստանում մնացել է միայն մեկ միջին խավի ներկայացուցիչ, որը այս պահին գտնվում է Հայաստանի կենթանաբանական այգում։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության արջ, ո՞նց եք վերաբերում ձեր նոր հարևանին։ Եվ այսպես առաջին ռազմաայնասերականը առաջինը կվերցնի էքսկլյուզիվ ինտերվյու միջին խավի վերջին ներկայացուցիչից։ Ես նյուզը եմ, չի։ Ապե հոп, գնա ստեղից դու։ Գնա, ֆու։ Կարեն ջան։ Կարեն, ինչպես ստացվեց, որ ուտելիքով փորձենք գրավել ուշադրությունը Կարենի, վստահ չեմ ինչ անում, բայց ինձ թվում է սա պետք է որ աշխատի։ Կարեն, նայ, հոպ։ Կարեն ջան, ինչպես են քեզ վերաբերվում գազանանոցում։ Այս միկրոֆոնի մեջ խոսա, սա կոչ, ահա։ Բաց չեն վերաբերվում, կարևորը ուտելիքը ռեժիմով կա, միշտ նորմալ գալիս կերակրում են, եղանակները դե հլը որ լավ է, չունեմ ձմեռը ոնց հայլնելու, խոստացել են բաքսի շմաքսի քաշեն մոտես։ Ամենավատ բանը, որ մեկ-մեկ ասենք ծանոթ մարդիկ են անցնում, ինձ տեսնում են մի քիչ անհարմար է լինում, բայց ընդհանուր առմամբ լավ է, այս կողքի բորենիս է մի քիչ շատ անհամ բորենի, բայց ընտելացել ենք էլի ոնց որ ասած։ Հա, ջարեմի կողքն է, ոնց որ ձեր բանը վանդակը։ Էմոն, չէ, խելոք լավ նորմալ ջայլեմ է։ Կարեն, իսկ ինչպես է ձեզ հաջողվում մնալ միջին խավ այս տնտեսության պայմաններում։ Մատը եթե հնարավոր է, էլի։ Լավ է։ Գիտես, իմ ստաբիլ աշխատանքը կար, դες ծրագրավորող էի, 200,000 դրամ ունեի, իմ Opel Vectra-ն ունեի, ամեն ինչը մոտը ստաբիլ էր։ Որ մնացի մենակ ես, ինձ կարմիր գրքի մեջ մցրեցի։ Հա։ Հիմա ստաբիլ իմ փողը գալիս է։ Իսկ կառավարությունը ինչ է մոտիկ կգաս։ Ահա։ Չէ։ Եթե հնարավոր է։ Ուղղակի ինչ է անում կառավարությունը միջին խավը փրկելու համար, խոսել եք վարչապետի հետ օրինակ։ Ամեն օր խոսում են վարչապետի հետ, միշտ զանգում են, ասում են ոնց ես Կարեն ջան։ Ինչ կա շատ անհանգստացած է։ Օր ու գիշեր իրանք չեն քնում, մտածում են իմ մասին։ Իսկ ինչ որ բան շատ լուրջ են վերաբերվում իմ վերանալու հարցին, շատ լուրջ։ Ինչ որ կոնկրետ բան ձեռնարկվում է։ Որքի կոնկրետ բան ձեռնարկվում է։ Ինչ որ սփյուռք, ինչ որ հարսիկ են գտել, այդ հարսիկին բերելու են միջին խավի։ Հարսիկը սփյուռքը բերելու են, որ ես իրա շարունակվի միջին խավը համար միջին խավը երևի։ Իսկ ստացվում է այդ աղջկան համոզել։ Դե ասում են, որ աշխատում են Սփյուռքի նախարարին են այս գործի մեջ գրավել, իր ամբողջ հմայքը ներդնելու է Սփյուռքի նախարարը։ Լավ, բարձա, իսկ որն է ամենադժվարը ձեր գործի մեջ։ Ամենադժվարը Սերգեյ միանակ լինելն է։ Ես շատ մենակ եմ։ Մեկը չկա ում հետ կարող եմ խոսել, որովհետև մարդիկ կամ շատ հարուստ են ու խոսում են մենակ Ե-կլաս Mercedes-ներից, կամ խոսում են էժան ինչ-որ կարտոֆիլի տեղ գտնելու մասին։ Թեմա չկա, հասկանում ես, ես ոչ մեկի հետ ես ուզում եմ խոսալ, ասենք թատրոնի մասին, ես ուզում եմ խոսալ iPhone-ն է լավ թե Android-ը, ես ուզում եմ խոսալ իմ Կաբուլեցիում կամ Եգիպտոսում հանգստի մասին, բայց ես հասկանում եմ։
Այսքանն էր։ Չի կարելի կերակ, չի բան չի անում, ես, հա։ Շնորհակալություն կենթանաբանական այգու տնօրինությանը նկարահանումներին աջակցելու համար։ Հա, մեկ էլ միջին խավը խնդրեց հատուկ շեշտել, որ սիրում է թփով տոլմա, տավարի կոտլետ, պախբակ ու ձմերուկ, կձեր տուզի գազարները ձեզ պայեք։ Ունեք չուզողներ։ Մի հոգի, երկու հոգի։ Էդմոն Մարքյան, բռնեք ու առաջադրեք։ Մի պատիվ ձեզ եւ այս հաղորդման, ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ, որ նախագահական ընտրություններին այս անգամ չեմ առաջադրվի։ Կարճ հակած Վերա Բրեժնևա թե երկար հակած Վերա Բրեժնևա։ Ավելի լավ է բնական։ Arm Comedy հյուրանոց, վաղը երեկոյան, Arm News-ով։ Չասցրեց Հայաստանը ուշքի գալ Վերա Բրեժնևայի այցից, ինչ Հայաստան այցելեց մեկ այլ ռուս բալերինա։ Այո, Հայաստան եկավ գնաց Անաստասիա Վոլոչկովան։ Էդ նա չէ, որ լողափում տկլոր նկարվել էր գցել ինտերնետ։ Ну, հա, համել Большой театрի պրիման էր, բայց դե հիմնականում մարդիկ այդ տկլոր նկարների բանն են հիշում։ Армения, я люблю тебя всей своей душой и всем сердцем. И очень жду встречи с вами, дорогие зрители, на моем концерте 17 октября. Համերգից հետո Վալաչկովան իր Twitter-ի էջում գրեց, որ հանդիպել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Դե լավ է, որ վերջապես ունեն քաղաքապետ, որը բալետի սիրահար է։ Տարոն Մարգարյանը օգտվելով հնարավորությունից քննարկեց Վոլոչկովայի հետ բալետի նոր տենդենսները, ինչպես նաև խոստովանեց, որ իրեն տպավորել է Վոլոչկովայի կատարած Pas de Trois-ն։ Իհարկե, Twitter-ում հայտնվեցին լուսանկարներ ու պարզվեց, որ Վալաչկովայի Pas de Trois-ն տպավորել էր բոլոր հայ տղամարդկանց։ Էդ ինչ ձայն էր։ Դա երևի Մոսկվայում Կարեն Կարապետյանը ափսոսանքից բաժակը կոտրեց։ Հա, ու ինչ վերաբերում է Pas de Trois-ին, ոնց որ թաքցելու բան չունի, հա, Նաստյան։ Ու ես արդեն որոշակի տենդենս եմ տեսնում քաղաքապետարանի հյուրերի մեջ։ Ինչ տենդենս։ Դե սկզբից Վերոչկան էր, հետո Նաստին կաներ, աչքիս մյուսը Աննա Սիմենովիչն է։ Вчера после моего концерта в Ереване обсудили с мэром Тароном Маркаряном проект «Анастасия детям Армении». Տեսնում ես մարդը հայ մանուկների համար է հանդիպելիս, դու քո Pas de Trois-ով։ Լավ։ Մի րոպե կարծես մեզ միանում է Հարութիկ Վլեյանը, մեր քյարթ համայնքի ներկայացուցիչը։ Բարեգույզ ես տղեկ։ Հայաստանի մանուկների անունից է ուզում ասել, որ ագին ողջունում ենք Նաստյայի գալը, ու թողելի գա, ու ձեծի очень ждать Նաստյա։ Քյարթ համայնքը այդքան բարձր է գնահատում բալետը։ Չէ, դե իհարկե քյարթ համայնքին հիմնականում չի դզում բալետը, զուտ այդ տղեկի տրիկով ակնելու մոմենտով, բայց եթե պետք է Նաստյային տենալու համար գնանք ես էլ ճուտնել մի 2 ժամ նստենք, բալետ նայենք, պատրաստ ենք իհարկե։ Հարութիկ, բայց դուք պետք է որ դեմ լինեք, որ կանայք տենց խորը դեկոլտե հագնեն։ Այդ ի՞նչ է։ Դե ոնց ասեմ, դոշերը շատ բաց են, էլի։ Հա, այդ մոմենտը, ապեր ջան, քյարթ օրենսգիրքը հստակ ասում է 64-րդ հոդվածի 7-րդ կետը ասում է, որ հայ կանանց, հայ օջախի կանանց է արգելվում դոշերը բացելիս, ռուս կանայք ինչ ուզում են թողանեն, դա մենակ ողջունելի է։ Շնորհակալություն քյարթ համայնք։ Ապեր մի հատ էլ խնդրանք ունեմ, էլի զուտ իմ մանկության երազանքն է, ճուտի էլ կարծում եմ, կարանք Պամելա Անդերսոնին ասեք գա։ Դե փորձենք, հա։ Սիրելի Պամելա, թույլ տվեք քյարթ համայնքի անունից հրավիրել ձեզ Հայաստան։ Հարութիկ Վլեյանը ձեզ կդիմավորի Զվարթնոց օդանավակայանում։ Դե հուսանք, իդեպ ժողովուրդը բան չասեց այս թեմայով։ Ժող տեսար քաղաքապետի նկարները Վալաչկովայի հետ։ Նկարները տեսա, բայց մի րոպե քաղաքապետն է կարել նկարներում։ Լավ, շնորհակալություն, հասկանալի է։ Լսի, գիտեմ ոնց անենք, որ քաղաքապետարանը մեզ էլ կանչի համերգների։ Ոնց։ Ընդամենը փոքրիկ պլաստիկ միջամտում։ Լավ, ինչ կա նախագահական ընտրություններից, նոր էպոսագետ չի հայտնվել։ Չէ, հələ որ մենք մերոնցով ենք, Դավիթ Հակոբյանը հիշեցրեց իր մասին։ 9909 մարքսիստներ միաձայն որոշել են, որ իրենց նախագահ Դավիթ Հակոբյանը մեծամասնական ընտրակարգով չպետք է իր թեկնածությունն առաջադրի թիվ 1 ընտրատարածքում։ 9909 մարքսիստ
Էս ինչ gold esoteric թիվ է, նենց է կանում որ մարդ չդառնա մարքսիստ, որ հանկարծ այդ գեղեցիկ թիվը չկորի։ Բայց եթե 9909 մարքսիստներ Երևանում ինչ որտեղ հավաքվեն, մենք երևի կնկատենք, չէ՞, ինչ որ ձև, ինչ որ միտեղ։ Լավ, պետք չի պրագմատիկ հարցեր տալ, հա, ես ուզում եմ հավատալ, որ կան 9909 մարքսիստներ, բայց ինչի չեն ուզում որ մեծամասնականով առաջադրվեք։ Երեք վերջնականապես մերկուսակցության պլենումը որոշում կայացրեց աննպատակահարմար գտնել համար մեկ թիվ, մեկ ընտրատարածքում ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու առումով։ Իսկ գիտեմ, որ նախագահականին էլ եք ուզում մասնակցել, կարող եմ միանգամից դա էլ աննպատակահարմար համարեն։ Հա, էլի 9909 ձայնով նախագահ մի քիչ դժվար չի լինի ընտրվել։ Էլով ա քվեարկելու ձեզ։ Մարքսիստը պատասխանեց հաստատակամ՝ կանայք։ Ամբողջ բեռը երկրի կանանց ուսերի վրա ես պաշտում եմ կանանց, մեծարում եմ կանանց, որ այս ծանր բեռը տանում են իրենց հետևից։ Եվ այդ իսկ կապակցությամբ կարծում եմ, որ եթե դա ռոմանտիկա եք համարում, կանայք առաջինին ձայն կտան։ Հարգելի կանայք, մենք գիտակցում ենք, որ գուցե վերջերս այդքան ուշադիր չենք եղել ձեր նկատմամբ։ Գուցե երկու ռուս նանար ենք հրավիրել Հայաստան, որ գուցե պետք չէ հրավիրել։ Բայց խնդրում ենք քվեարկելուց կենտրոնացեք նրա վրա, որ ինչ լավ բան ենք արել վերջերս։ Վերջերս չգիտեմ, բայց դա ընտրություններից ամիջապես հետո մի ամսյա կա։ Այսօր Միացյալ Նահանգները փաստորեն 10 տարի շարունակ նախապատրաստում են իրենց այսպես կոչված ագենտ 007 James Bond։ Մենք գլխի չենք ընկել։ Էդ ում մասին է խոսում։ Օսկանյան, Վարդան Օսկանյան։ Բայց James Bond-ը Բրիտանիայից չէ։ Oh, shut up։ Լավ, ժողովուրդ, պատրաստ ես քվեարկել մարքսիստին։ Դե հա, բայց 9909 ձայնից ոչ ավել։ Այդ մոտավոր ինչքան է։ Ու մոտավորապես այսքան։ Ժող, ինչա հետ այդ կատարվում։ Խայտարակ ձևի արտագաղթում են։ Դե դու էլ մի արտագաղթի։ Հա գիտես ես ուզում եմ, ես Հայաստանը շատ եմ սիրում, ուղղակի տենց է ստացվում։ Գոնե սրա արդյունքում մի քիչ նիհարեի։ Դիմացի Ժող ջան, լավ կլինի, լավա գոնե վիզա ստանալն է դժվար, թե չէ ավելի շատ մարդ կարտագաղթեր։ Այսօր առավոտյան Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի վարչության գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին եւ Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Ավետադոնցը նախաստորագրեցին Եվրոպական միության եւ Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերը։ Ժողովուրդ։ Ապեր չկա, դուս եկավ ապեր ժողովուրդը։ Մի օր կգա էլի երևի, հա երևի։ Եվ այսօր մեր հյուրն է Նարեկ Զգեյշն։ Ձեր հաղորդման համար մի հատ նոր ֆորմատ եմ մտածել։ Ինչ ֆորմատ։ Պատկերացրեք դու սիրող եք, նույն աղջկան եք սիրում, հետո այդ աղջկան առևանգում են։ Ձեզնից մեկը մաֆիոզ է, մյուսը ինժեներ, հետո պարզվում է այդ աղջիկը համ ձեր մորաքույրն է, համ քույրն է։ Տենց հաղորդում կա։ Հա, ո՞նց է կոչվում։ Կոչվում է ցանկացած սերիալ։ Լավ, ուրեմն ուրիշը պատկերացրու, ռեալիթի շոու։ Դու Սերգեյ, ձեր գործերով եք զբաղվում։ Հենց կամերաները այդսաղ նկարում են, ոնց եք քնում, ինտերնետ մտնում, խաղ խաղում։ Էդ էլ կա, կոչվում է ազգային ժողով։ Մի բան չմտածես, վրաս կգողանան։ Լավ, պատկերացրու ամբողջ հաղորդում մի հատ տղա է դամաֆոնի մեջ խոսում, ու իրան պարբերաբար երկու հոգի զանգում են։ Այդ կարակ դու Սերգեյ լինեք, ու այդ տղեն հեռախոսը չի վերցնում, ոնց է։ Եվ այսօր մեր հյուրն է կանանց իրավունքների պաշտպանության եւ գենդերային ռազմավարությունների կենտրոնի նախագահ Անահիտ Ֆեմինյանցը, ում հետ կզրուցենք հայ կնոջ դերի մասին այս վերջի համերգների ֆոնի վրա։ Բարև ձեզ Անահիտ։ Վերջապես ֆայմեցիք ինչ որ մի կիներ կան, չեք ձեր հաղորդմանը։ Գիտեք, միշտ ոնց որ հարմար տեխնացու չէ։ Հարմար տեխնացու, այդ տուզիկ արդարացումները թողեք ես իմ ասելիքը հիմա ասեմ։ Խնդրեմ, ասեք ձեր ասելիքը։ Նարեկ ջան, երրորդ ռուս ծիծն է հրավիրում Երևան համերգ անելու համար։ Նենց տպավորություն է, ոնց որ Հայաստանի բնակչության մեծ մասը տղամարդիկ են, այլ ոչ թե կանայք։ Մեկ Բրեժնևան, հետո Վալաչկովան, վաղը մյուս օր Պամելա Անդերսոնին կբերեք հա երևի։ Դե հա թվիթել ենք։ Բայց ինչ կա դրա մեջ։ Արվեստագետ մարդիկ են գալիս են Հայաստան, որ հայ հանդիսատեսին իրենց արվեստը ցույց տան, չէ։ Իսկ ձեզ չի զարմացնում, որ բոլոր հրավիրված արվեստագետները ունեն առնվազն երրորդ չափսի պատետրուա։
Դե ինձ դա այդքան չի զարմացնում, նույնիսկ ուրախացնում է ինչ որտեղ անկեղծ ասած։ Իմ աչքերը այստեղ են նարեկ։ Կներեք, լավ, բայց մեկը չեմ հասկանում, ինչու՞մ է ձեր խնդիրը։ Մենք էլ ենք уզում արվեստագետներ, մի անգամ թող Տարզանին հրավիրեն գոնե։ Էդով է։ Այստեղ են։ Прости, что с тобою нет меня. Мир такой бывает странный и жестокий без тебя. Դուք աննորմալ չեք, ոնց կարելի է հրապարակում ինչ որ ռուս տղա իր ձիգ հետույքը պտտացնի աչքի առաջ, տես բան չի կարելի։ Դե կարա ձեռի հետ երկի, որ այդքան չզրա թե ինչի համար ենք գնում այնտեղ։ Չէ, այդ մեկը չեղա։ Ինչու։ Ոնց ինչու։ Ինչ որ ռուս տղա դուրս գա մեր հրապարակում ազգի առաջ իր ձիգ հետույքը պտտացնի, չի կարելի։ Հասկանում եք ինչ է։ Ինչով է դա տարբերվում դրանից, որ ռուս աղջիկներ են իրենց ձիգ թոքերը պտտացնում ազգի առաջ։ Դե դա արվեստ է։ Դե դա էլ է արվեստ, դա էլ փոփ արվեստ է։ Հա, բայց ձեզ էլ հետաքրքիր բաներ են բերում արտասահմանից։ Օրինակ Օրինակ վերջերս լսել եք, որ բերել են արհեստական կուսաթաղանթներ։ Լավ, բայց ինչու՞ չեք բացի դրանից հրավիրում ձեր հաղորդմանը կին հրապարակախոսների, կին վերլուծաբանների, կին պաշտոնյաների։ Նախ որտեվ ցավում է, երկրորդը որտեվ չկան։ Բա ես դուք ո՞ր մեկն եք այդ 3-ից։ Բոլոր 3-ը, պլյուս բնապահպան։ Չէ, իհարկե չէ, ինչքան հեշտ է ձեզ խաբելը։ Իհարկե բացի դրանից 3 այլ մասնագիտացում էլ ունեմ։ Օրինակ հիմա կարող եմ մի փոքր քաղաքական վերլուծություն անել ձեր համար։ Ինչի մասին։ Դե ասենք ազատ դեմոկրատներ ժառանգություն հարցերը կամ ԲՀԿ, ՀՀԿ նոր հարցերը։ Դե փորձենք։ Ամեն ինչ լարված է այնտեղ։ Ներեցեք, բայց շատ տուզիկ վերլուծություն էր։ Բայց մյուսներից հո լավն էր։ Դե հա, լավն էր։ Եթե ուրիշ ասելու բան չունեք, եկեք սրանով ամփոփենք կուսաթաղանթները։ Չէ, բան չունեմ ասելու, ուղղակի ամոթ է, իրոք շատ ամոթ է։ Ինչու ենք այդքան ներկրում, եթե կարող ենք ինքներս արտադրել, կարող ենք այստեղ արտադրություն դրել։ Այո, կարող եք հենց հիմա մտնել իմ Facebook-յան page feminyan.facebook.com եւ այնտեղ մանրամասն թաղանթի բաղադրատոմսը կարդալ թարմ թաղանթ պատրաստելու համար, արդեն նաեւ ելակի համով։ Շնորհակալություն, շնորհակալություն Անահիտ, շնորհակալություն ձեզ։ Ներողություն խնդրում բոլոր կանանցից։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն, Կիրակի օրը 8-ից նաև դիտեք մեր հյուրանոցը Էդմոն Մարուքյանի հետ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ դե այսքան էլի։ Բադիվ ունիմ հրավիրելու Հայաստանի Հանրապետության մեր սիրելի եւ գորովի նախագահը Մեծարգո Սերժ Սեդրակյան Սեդրակյանն էլ վատ ազգանուն չէ, թե ես 20 հետ ես երբեք չեմ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Օրինակ վերջերս բերել էին արհեստական կուսաթաղանթներ։ Բայց ինչի՞ չեք հրավիրում, կարող է ուժեղ խփեցի կներես։ Այդ պրոստը ձերի համար է։ Օրինակ այդ շուտ խփեցի ջոգիր։ Օրինակ կուսաթաղանթները։ Հերո ես գնում նարեկ։ Օրինակ կուսաթաղանթ։ Օրինակ Իրան արդեն կայֆ է տալիս այս մոմենտը։ Օրինակ կուսաթաղանթ։ Արա դե լավ արդեն։ Ձեր ես առնում արդեն։